Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 13։ Իմ սիրեցյալն ինձ համար հինայի ողկյուզի է նման։ Երգերգոց 1:13։ Հինան հիանալի մարմնավորում է Հիսուս Քրիստոսին իր արժեքավորությամբ, գրավչությամբ, անուշահոտությամբ, բժշկարար, նախապաշտպանական և մաքրիչ հատկությունների շնորհիվ։ Նաև այն պատճառով, որ կապված է զոհաբերության հետ։ Ինչու է Քրիստոսն այստեղ համեմատվում հինայի ողկյուզի հետ։ Առաջինը իր հարստության համար։ Նա կաթիլ չէ, այլ լեցուն անոթ է, ընձյուղ չէ, առանձին ծաղիկ չէ, այլ ամբողջական ողկյուզ է։ Քրիստոսում լիառատություն կա իմ բոլոր կարիքների համար, և ես պետք է անմիջապես օգտվեմ դրանից։ Երկրորդը, նա համեմատվում է հինայի ողկյուզի հետ իր բազմազանության համար, քանի որ նրանում բավարարում է ոչ թե ինչ-որ մի անհրաժեշտություն, այլ բնակվում է աստվածության ամբողջ լիությունը մարմնապես։ Այսինքն այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք, գտնվում է նրա մեջ։ Հիշիր Հիսուսին տարբեր դեպքերում և հիշողության մեջ կհայտնվի հրաշալի հրաշք։ Մարգարե, քահանապետ, արքա, այր, ընկեր, հովիվ։ Մտածիր նրա կյանքի մահվան, հարության, համբարձման երկրորդ գալուստի մասին։ Հիշիր նրա առաքինությունը, նրբությունը, քաջությունը, ինքնուրացումը, սերը, հավատարմությունը, ճշմարտությունը, արդարությունը։ Բոլոր առումներով նա հինայի ողկյուզ է։ Երրորդը, նա հինայի ողկյուզ է պահպանության համար, ոչ թե կախված է, կապված է, այլ սիրով, հիշողությամբ, զարդատուփում պահելու համար։ Մենք պետք է գնահատենք նրան որպես մեր լավագույն գանձը, հուսալիորեն պահենք նրա խոսքերը, հորդորներն ու մտքերը, ու սատանան մեզանից ոչինչ չի գողանա։ Չորրորդը, նա հինայի ողկյուզ է բացառիկության համար։ Այս համեմատության մեջ ընտրողական շնորհքի գաղափարը։ Աշխարհի ստեղծումից առաջ նա իր համար առանձնացրել է իր ժողովուրդը և անուշահոտություն է տարածում միայն նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես նրա հետ շփում պահեն։ Երանելի է այն ժողովուրդը, որին Տերը տեղեկացրել է իր գաղտնիքները և որի համար պատրաստել է ինքն իրեն։ Երանելի այն մարդը, որ կարող է ասել. «Իմ սիրեցյալն ինձ համար հիանալի ողկյուզի է նման»։